Տոկա ջանֆիդա, գյուղ քաջերի, երկնքից երկիր մեծ անմահությամբ, քո ազատ գրկում քաջերի կողքին այսօր մի քաջ ավելացավ։ Յասքանչ գարնան վառվռուն հրով ծնվեց մի մանուկ անունը Յուրա, և Աստված այսօր նրա ճակատին կնքեց վրեժը ողջայության։ Վառ արևն այսօր խողանջեց միայն ճիչով Յուրայի, վաղուց չհնչած զանգը կարոտի այսօր խողանջեց ճիչով Յուրայի։ Հետ հայսառում ու է վազում քնքիջելով, երբ աշխարհում ինչ-որ մի տեղ հոսում է տեղան մեղալում, ինչ-որ մեկի սրտում կարապ, հույսի վերջին շողն է մարել, երբ աշխարհը լիքն է ցավով, երբ աշխարհում անապատ կոչելու կարոտ, այս հերթառում ինչ սիրտ ունի այսպես անհոգ քնքիջալու։ Հայրենի հողի կանչով գնաց նա, Արցախը հեռվից կանչում էր նրան, հարազատ տիրոջ մեծ իրավունքով, կանչում էր շնացնելու վաղուց արդեն հայակորուստ դարձած հողերը, ավեր ու ավարի վերածվող Հայաստանը շնացնող ձեռքերի կարիք էր զգում։
Կյանքը կանգ չառավ Յուրայի մահով։ Բացվող նոր օրը ողողվեց լույսով, Յուրայի ընկեր տղերքը կռվող, շիրիմա թմբի մոտ սուրբ երթում տալով, գնում են մարտի տխրադեմ հոգով, դաժան թշնամու արյան ծարավով։ Ամբողջ լաչինի հրամանատարությունը շնորհակալություն հայտնում բոլորիցս մեր առաջի օրվա մարտական առաջադրանքը գերազանց կատարելու համար վերցնելով բոլոր այդ բարձունքները Արցախ աշխարհում մեկ է ուշ, թուրքն ավելի է արնախուն դառել, ուղղակել է մեր սարերն անուշ, մեր հող ու ջրին տիրել է ուզում է, սակայն տղերքը արի, ոտքի են ելել դարձել մի բռունցք, կանգնել են թուրքի նենգ ճանապարհին, որբ հոգիներուն վրեժից ասում, մարտի են բռնվել, արյուն է ուղունցք, զոհված ընկերոջ վրեժն են լուծում։ Վրեժից ասման գնդակ որոզած, զոհված տղերքը հոգով էլ կզգան, որ կատարված է պարտքը հայության։ Այս բեկարիով գնդացիրը, որի հիմնական գնդացրորդն էր հատուկ գնդի 6-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Էդվարդ Դաշտոյանը, մենք անվանում էինք պառավ, սահմաններում շատ է մեզ պետք եկել և հարձակումների ժամանակ և հատկապես պաշտպանական մարտերի ժամանակ անխափան աշխատել է միշտ։ Յուրայի բարերով ասեմ, հենց պատրոները քիչ քչանում էր, սվյազով կապնվում էր, մենք տարբեր դեպքերում էինք լինում, պառավը սովածա պառավին կեր հասցրեք։ Ավաղ 92 թվականի մարտի 26-ին Յուրան նահատակվեց Շահումյանի շրջանի Ղարաչինարի 12 պոստում։ Ես կուզենայի Յուրայի նման շատ լներ հայ ազգի մեջ, որպես ֆիդայի կարելի այս ֆիդայների շարքում դասել այդ տղին, որպես մարդ, որպես կռվող, անվերեր կռվող, անվախ քաջեր միած։ Եվ նա ցենց բանուն էր էլի Յուրան, գալիս էր, իրան նա դասակում էր, դասակը շարում էր, ասում էր հայր մերը արտասանն էր, ամենավերցում սապներություն մի քիչ կոպիտ կթվա, բայց ասում էր ամեն ասեն ես Թուրքի հերնանից են ես, գնացինք տղեկ, գնաց, բայց մի լավ մեծ ավանց թողնելով, հայրենասիրություն, ազգասիրություն և հայրենի հողի պաշտուն, պաշտել հայրենի հողը։ Յուրայ ջան, փառք ես։ Յուրայից հետո մեծնեք շատ զորվածներ,
իրանք հիշադակը մենք միշտ կպահենք մեր սրտում։ Աստված որ պատերազմ չլինի, ինչ-որ միլիարդներ ժամանակով լինի, մենք գիտենք մենք կանենք։ Զենքը ձեռքին է, զենքը վազելով դեմ դիմաց մենք ուժության կանգնեցնեին, չկարեցանք ու վազելով դեմ դիմաց գնաց ու գիշեր էր, մեկ մարախուղով է ձև, մարախուղի մեջ կորավ, գնում է դեպի հակառակորդը։ Մեկ չտո հետ եկավ կրակոցներ եւ այլ հետ եկավ ձեռքի ծառներ գալու մտածեցին թե վնասվել է վիավորվել է, ասենք յուրը գիշ ես մենակ ուր մտարին գնաց դրակը։ Հետո Արունը որ գալիս էր, ասեցին հո վիավոր չես, ասես չէ, մի հատ կրակեցի, ասես միջև վազքի մեջ, ասես պատրոնն ուզում էի հանեի դանակով, ձեռս ճլեցել չկարեց առաջեցա դա։ Պուլեմետը դրված էր 12-րդ պոստում, Յուրան ես ուղարկեցի գնա 13-րդ պոստ, որպես ավակ պոստի, ես միջև կգամ 12-ը կհասնեմ տղաներին, ուղարկեցի մի ժամ չէր անցել, ու Յուրան կապնվում է ինձ, ռացիայով կապնում է Հովազ Վարսին, պազիվնոն 12 պոստի Վարսեր, Հովազը դեմ մեր ժողատի պազիվնոն է, Հովազ Վարսին, ու ես զարմացա, որ Յուրա 12 պոստում հարցեցի, ախր դու հարևանի տունը պետք է գնայիր, քեզ գնաց պարավին դույ, պարավը պուլիմետը 12-ում էր դրած, ասես դրա մասին հետո փոխանք պարավը սոված ասես, մի քիչ կեր ուղարկիր, պուլիմետի պատրոնները քիչ էր, համշտ էր ուզում, ճիշտ ասած մենք էլ բարգաց այրա վրա, թերթից գնաց հետև, ես քեզ ուղարկել եմ 13-րդ պոստ, ու վերցրեցի փամուշտները, որ գնամ, ինձ է բանալեց, որ հույրերը շատ են ու գալիս են, հույր են գալիս մեզ, դա նշանակում էր, որ ասենք թուրքերը վրա են տալիս, պատրոնները քիչ է։ Հովազ Վարսին ես մեջ ինչ-որ մի վատ բան անցավել է, ինչ-որ մի վատ դեպ պատահել է այդ կանչի ձայնից դեպ պատկերացի, վերցրեցի ռացիան, ասացի լսում եմ, շտապ գիշեք գարի, ինչքան հիշում եմ մենք վիավորին էինք ասում, ծորեն, զոհին, ու սենց պազիվնոներով նայեցի, որ ծանր անվանուտը հիմա չեմ կարում հիշեմ, ինչ-որ մի պազիվնոյի անուն նայեցի մեր մոտ գրաֆիկը գրած էր, թե դա ինչ է նշանակում ծանր վիավոր։ Էլ չկարեցա հարցնել, թե ով է, բոլորներին համար մեկ են, մեր տղաներն են, մեքենան վերցրեցի ու այդ պատրոներով շտապ հաստատ դիրք էր։ Հաստատ դիրք էր, որ ասեմ արդեն Յուրայի թևերի տակ ընկած, Յուրային դիրքից հրամատներից դուրս են հանում, Յուրային որպես այս ձեր ճիշտ ասած մեր առաջի զոհներ եւ ին մանկական ու դպրոցական ընկերներ, ես չկարեցա անկախ ինձանից ոտներս թուլացան, չոքել եմ այդտեղ, եկան տղաները ինձ նորից բարձրացնել բանը, մոտեցա վերջը Յուրային, ձեռքս հրա որ գրկեմ դնենք մեքենան հասցնենք հիվանդանոց, մի քիչ դաժան բան է, ձեռքս ճիշտ ասած ուրեմն գնդակը կպել էր ճակատին, ճակատի մասից մի փոքր ծակ էր արել, բայց գանգու հետևից բացվել էր, ձեռքս մտավ, իսև ուղեղը լստապյորից մեջ, Յուրան շատ պինդ առողջապես և ֆիզիկապես շատ պինդ տղա էր, շատ առողջ տղա էր, ժամ ու կես մենք հիվանդանոցում իրա կողքին ձեռքը բռնել էինք, սիրտն աշխատում էր, պուլսը խփում էր, ժամ ու կես շնչեց ու ժամ ու կես հետո կյանքը ավանդեց, կարք Յուրային հայտներ բոլոր տղաներին։ Ամեն մի սահմանից հետ գալուց մենք գերեզմանոց ենք գնում բոլոր ջոկատի տղեկով ու ամեն անգամ էլ երդում ենք կերել, որ ամեն մի ջոկատի տղա ինչ հնարավորություն ունենա վրեժ լուծի, ու այդ վրեժը իրոք լուծի էլի։ Յուրա հետ եղել եմ Շահումյանում երկեր բուզլուկ բանաշիտ ազատագրելու, Յուրային հավաստար այդ սահմանի պահերին Յուրային հավաստար չկար։ Յուրան տիրապետում էր զինվորական գործին։ Հայրենասիրությունը իր մեջ այնքան շատ էր, որ ամեն ինչից վեր էր գնահատում։
իրոք նմանատիպ մարդիկ որ զոհվում են կամա թե ակամա թողարկողության ժամանակ կամ զգում եք որ պակասել է ուժը կամ ավելացել է որոշ ընտրությունը իջոկատի տղաների մոտ նման դեպքից հետո ավելի ամրապնդվել ավելի ոգևորված եւ բոլորը զգում են որ յուրովի վրեժ լուծվի եւ հատուցի ամեն ինչ ճիշտ է յուրան մենակ չունգա բայց պատերազմի ժամանակ շատ լավ տղաներ են կա Վանիկ, Կաչին, Վարուժ, Աբոն, Սամվել շատ շատերը բայց աշխանապար ոնց որ հոգեբանական իմաստով թե պատերազմի մեջ փոխելու ժամանակ արդեն մի կերպ ոչ թե հարմարվեցինք մենք նմանատիպ մարդկանց կորուստով նայելով աչք կամ ցախ նրանց հակասում են բայց ընդհանրապես երբ համագյուղացի նորից լրացումա շարքեր են նմանատիպ մարդկանց կողքի դուրս չկա զգում ես որ Իրանը դեռ կա այո մի ժամանակ որ մենք պատմություն ենք լսում գիտենք ֆիլմեր ենք տեսնում հերոսներ կան մենք գիտենք որ հերոսները ինչ որ մի առասպելական մարդիկ են բայց որ հերոսները կողքի դեպի վահանում են հայրենիքի համար զոհվում են նրանք ինչ շփում են նրանց հետ եւ տեսնում որ հերոսները սովորական մարդիկ են բայց նրանք զոհվում են իրոք ծոցի դասում են ժողովրդի համար այդպիսներ դեր յուրան բանիկը ճիշտ է պատերազմը շարունակվեց մենք շատ անգամ լուծեցինք եւ ճանապարհը ցույց կտածենք հովազների որ Շահյանից մինչեւ ամբողջ Ղարաբաղի տարածքը այնպիսի գործողություններ որ նախարաններ են արմատել գործողությունների համար Բադերն երկաթա ճիշտ է նմանատիպ մարդիկ մեր կողքին չափեցին բայց կան իշեր իշխողություններ ծնունդներ ամենակարևորը որ հիշում են նմանատիպ մարդիկ որ եղել են կողքին կան Ընկեր տղերքը պատմում հիշում եւ ամբողջ հոգով խրտում վերստի հարկ բոլոր զոհված հայ տղաների Արդեն սրբացած քարե խաչքարն այս միշտ թող հիշեցնի ազգի թշնամուն որ հայը երբեք մահի չի տրվում մոխրից հառած թրջունի նման այս խաչքարի պես վեր են ընձգում բարձրանում նպաստ չէ Սա սոսն քար է կերտված խաչքարի իսկ խորհուրդն այս կերտված խաչքարի խորհուրդ է այս հաշիք գործից ջերմացնող է շատ արիվի պես թանկ հոգեհարազատ ու հայրենապաշտ հենց այս խաչքարն է ասել Բոկային կյանքը շարունակող մեծ արահետում երեսի համար